Վերջին ամիսներին, երբ իրականացնում եմ ԴՕԿ կուսակցության շտաբի պետի պարտականությունները, կարծում էի, թե քաղաքական դաշտում գործող մեծ ու փոքր ուժերն ունեն իրենց յուրահատուկ մոտեցումները, որտեղ հաճախ կուսակցական կամ անձնական շահը գերակայում է պետականից։ Սակայն այն, ինչին ականատես եղա, գերազանցեց ցանկացած պատկերացում։ Այստեղ գործ ունենք ոչ թե քաղաքական գործընթացի, այլ բացահայտ առևտրի հետ, սառը հաշվարկով իրականացվող քաղաքական բիզնեսի, որտեղ պետությունը դարձել է պարզապես շահույթ ստանալու միջոց։ Այս միջավայրում շատերի համար այլևս արժեք չեն ոչ սկզբունքները, ոչ պատասխանատվությունը, ոչ էլ բարոյական սահմանները։ Իսկ քաղաքացին, հայ մարդը, ապագա ընտրողը առաջին հայացքից կարող է թվալ անտարբեր, բայց սա անտարբերություն չէ, սա տարիներով խաբված, հիասթափված ու մոլորված ժողովրդի լուռ բողոքն է։ Եվ ես կտրականապես չեմ ընդունում այն թեզը, թե այս ամենի մեղավորը ժողովուրդն է։ Պատասխանատվությունը ձերն է, քաղաքական ուժերիդ, որոնք տասնամյակներ շարունակ ներողություն բառի համար ձեր խաղերով, ինտրիգներով, գործարքներով ու վախի մթնոլորտ ստեղծելով ձևավորել եք ընտրազանգված, որը կանգնած է վատ եւ ավելի վատ տարբերակների միջև ընտրության առաջ։ Դուք եք խաթարել հավատը, արժե զրկել ընտրությունը եւ քաղաքականությունը վերածել կեղտոտ գործարքների դաշտի։ Ֆիքսում եմ. վտանգավոր եմ համարում նախկին ռևանշիստ ուժերի վերադարձը։ Անընդունելի եմ համարում նաև գործող իշխանության վերարտադրությունը։ Վերջին 30 տարիների ձեր գործունեության գնահատականը արդեն տրված է մարդկանց արձագանքներում, միլիոնավոր կարծիքներում ու վերաբերմունքում, որոնք արտացոլում են հասարակության իրական տրամադրությունը։ Թող Աստված ուժ եւ կամք տա այն քաղաքական ուժին, որը կկարողանա օրենքի անշեղ կիրառմամբ հաստատել արդար խաղի կանոններ, որպեսզի միասնական ջանքերով կարողանանք դառնալ մեկ բռնուցք, մեկ ազգ։ Ներողություն եմ խնդրում հույզերի համար, բայց երբ քաղաքականությունը վերածվում է բիզնեսի, լռելն այլևս անընդունելի է։ Վարդան Ղուկասյանի փաստաբան, ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյան։